ապրես։ Արտակ։ Աթև։ Բարև։ Բարև։ Ես գործի չես։ Չէ, այսօր ազատ օրս է։ Դե շատ լավ անստի։ Թեյ սուրճ։ Չէ, բան չեմ ուզում։ Լսի, այսօր հյուրեր ունեիր։ Այսօր, հա, ում էի տեսել ես։ Հա։ Ինչ-որ խառը պատմությունների մեջ էին։ Ինչ պատմություն։ Դե տղաներից մեկի պապան էր եկել Բազմակերտից։ Բազմա ինչից։ Բազմաշենից։ Հա, այդտեղից։ Ու ուզում էր տանի իր տղային իր հետ, ոնց որ թե Գուգոին։ Գուգոն էլ չէր ուզում գնար։ Հա, բարձր չի գնացել։ Լսի, իրանք քո ինչն են։ Հեր։ Մանկությանս ընկերներն են։ Բայց մենք իրար հետ ոչ մի կապ չունենք, ես վաղուց եմ եկել, գյուղից իրանք մնացել են։ Մենք շատ տարբեր ենք։ Իրանք հիմա դրսում են մնացել, ոնց հասկանում եմ գիշերելու տեղ չունեն։ Ու մանեն ա լսել, որ իրանք որոշել են գնան կայարանում քնեն։ Հետ կգնան գյուղ։ Բա որ չգնան։ Լսի, դու ինձ չէիր ասել, որ գյուղից ես։ Ինչի ես թաքցրել։ Չեմ թաքցրել, առիթ եղել չեմ ասել։ Քո մանկության ընկերները հիմա նեղության մեջ են։ Գիտես, մանեն իրանց անվճար սուրճ ա հյուրասիրել, առանց իրանց ճանաչելու։ Հիմա ինչ, դու մի հատ տանիք չես ապահովելու։ Լավ, ես գնամ։ Ոնց որ թե Մելսիդա տատը դասը ավարտել է։ Հանգիստ կարող եմ տուն մտնել։ Լավ ես արել, ճիշտ ես արել։ Թող ինքը իր սրտով իրան աղջիկ ման գա։ Ավել լավ ա տենց քան Կարապետի աղջիկը։ Դա չի էլ գտնի, հա, խելոք հետ կգա, ուր պիտի կորչի։ Փառք Աստծո, որ մնալու տեղ ունի։ Արտակը շատ լավ տղա ա։ Տես ար Արտակին։ Երևի գործի ա եղել, հա? Կարևորը, որ դուք կռիվ չեք արել, երեխու զորով հետ չես բերել, շատ ճիշտ ես արել, Պետո ջան, հպարտանում եմ քեզնով, դե հաց կեր, են Մարգարն ընչի տուն չեկավ է? Պետո, այ Մարդ, մի կտոր մի բան էլ չկերավ,
Garo. Հինգ 572 հատ աստիճան։ Երնեք քեզ արա։ Դու չներվես, ես քո հետ եմ։ Բա։ Գարո ջան, ասում եմ, ինչ տարբերություն ով որտեղ ա ծնվել։ Բազմաշենում, Գյումրիում, Վանաձորում, Երևանում։ Այսինքն այդ ոնց ինչ տարբերություն։ Դե ուզում եմ ասեմ, որտեղ ուզում ա կարող ապրի, էլի։ Օրինակ մարդ կա Երևանից կարող ուզում ա գնա բազմաշենում ապրի։ Յանի դու քո ասածին հավատում ես։ Հա ինչի՞ չէ։ Հիմա եթե ես էլ ուզում եմ Երևանում ապրեմ, չապրեմ։ Գուգո դու ոնց որ մոռացել ես, հա, հորդ ինչ ես խոստվել։ Դու ստեղ աշիկ պետքա ճարես ու հետ գնանք բազմաշեն։ Գարո ջան, ասածս այն է, որ այս քաղաքը իր տեսարաններով, մեծությամբ, ամեն ինչով սիրուն է, էլի։ Համ էլ մեր երկրի մայրաքաղաքն է, էլի, մերն է, էլի, ուրիշինը չի։ Բա հիմա ինչ ենք անելու։ Արտակն է։ Ոչ էլ պատասխանի։ Ինչի։ Արի գնացինք, հեսա մութը կընկնի։ Արտակ ջան, ինչ կա։ Բարև ձեզ։ Տաթևիկը տանն է։ Հա, տաննա, ինչ կա որ։ Որ խնդրեմ կկանչեք։ Ինչ որ բան է եղել։ Ասում ես տղաները ուր էին ուզում գնային։ Գարո ջան, բան պետք չի։ Աչքե ցավը տանեմ։ Այսքանի հիմա էլ ենք շնորհակալ։ Պետք է լինեմ զանգի։ Շնորհակալ ենք հարազատ ջան։ Այս է շատ շնգերը տա որ պատմում էի։ Չէ, սա լրիվ ուրիշ ընկեր է։ Սա շատ չի, էլի։ Դե լավ մնացեք։ Շնորհակալ ենք։ Հետո մասին էր ասում։ Հեչ, խոսում էր էլի։ Ով քնած է արթուն կացե։ Ով արթուն է, հելեք, կեցեք։ Արա, դու շաշ չես, արա, էլի ներվերս կեր, արա, հենգի առաջ, էլի, արա, ստապ թեք ներվերս կեր։ Հա դե հայրի կացեցի ամեն ինչ նորմալ է էլի։ Ախային եղի ցավը տանը։ Հա, ապետո ձայնն էլ ասա որ ամեն ինչ նորմալ է։ Այստեղ ենք քնելու։
Դե հայրիկ բարի գիշեր, աթելոյից լավն է։ Հա, Գուգո ջան, ինչ արածում, իսկ դե պետք է քնենք, աղբեր։ Համ ապահովա, համ տակա, ադե համ էլ բանասող չի լինի, էլի։ Հե։ Տղերք մի ժամը ձեզ եմ ման գալիս։ Ինչի իմար։ Եկեք գնանք իմ տուն, ամոթ է, ինչ եք անում, տղերք։ Տղերք։ Քաղաքը լավ էլ սիրունացել է։ Տղերք, ցուրտ է, եկեք գնանք։